Յուրաքանչյուր ուղի մի կամուրջ է մեր արմատների և ներկայի միջև։ Բարի գալուստ Մարիշի հետ հաղորդաշար, Բելգահայ ռադիոյի եթերում։ Ես Մարիա Հակոբյանյանն եմ և այսօր մենք այդ կամուրջը կանցնենք Մարգարիտա Գասպարյանի հետ։ Մարջան, բարև։ Բարև Մարջան։ Ոնց ես։ Լավ։ Մերսի, որ ժամանակ հատկացրեցիր ու եկար ինձ հյուր։ Սիրով, ճիշտ ասած ավելի շուտ պետք է գայի, բայց չէր ստացվում, հիմա ուրախ եմ, որ այստեղ եմ։ Ավելի լավ ուշ, քան երբեք։ Հիմա այդ։ Մարջան, ոնց ասենք, քեզ շատ մարդ է ճանաչում, կարծում եմ, բայց ոնց ճիշտ ներկայացնենք, որ քեզ մարդիկ տեղը բերեն։ Ոնց ասելով ինչի նկատի ունես։ Որ Մարգարիտան է։ Որ Մարգարիտա։ Իրական Մարգարիտան է։ Իրական, հա։ Իրական Մարգարիտան է։ Չգիտեմ որտեղից սկսեմ։ Այս վերջերս կազմակերպում էի տարբեր ատելյեներ, չէ՞։ Այդ workshop-ներ, կգանք դրա վերաբերյալ կխոսանք։ Հա, դրա մասին կխոսենք։ Որ ապրում է Մեխելեն քաղաքում, Մեխելենի Մարգարիտան։ Մեխելենի Մարգարիտա, այդպես չէին ասել, կարելի է տենց ասել։ Կարելի է, չգիտեմ, ես ներողություն եմ խնդրում նախորդ Մեխելենի բոլոր մյուս Մարգարիտաներից, բայց ես դες չեմ ճանաչում, դրա համար իմ համար Մար, սկսենք սկզբից, Մարգարիտան, որտեղ է ծնվել, երբ է ծնվել։ Ես ծնվել եմ եւ միջև դպրոցս ավարտել եմ Գորիսում։ Ես ծագումով գորիսեցի եմ, սյունեցի եմ։ Դպրոցը ավարտելուց հետո տեղափոխվել ենք Երևան, սովորել եմ։ Սպասի հերթով։ Հերթով, ահա, ինչ որ մի բան արագանցա։ Հա, լավ։ Կապ կոնկրետ։ Մի ամբողջ 16 տարի քո կյանքից։ Փոքր ժամանակ ինչ ես սիրել, ինչ չես սիրել, ինչով ես զբաղվել, ինչով չես զբաղվել։ Փոքր ժամանակ նախ 7 տարի պարել եմ, 3 տարեկայից մինչև 10 տարեկան պարել եմ ժողովրդական պարեր։ Նաև սպորտով եմ զբաղվել եմ գիմնաստիկայով, զբաղվել եմ կարատե-դո, եթե չեմ սխալվում, դրանով եմ զբաղվել։ Հա, երևի։ Բացի դրանից նաև դաշնամուր եմ նվագել 7 տարի, ինչպես բոլոր կոմունիստական երեխաները։ Խոսքը բերանիցս հանեցի, դեպի ես եմ ասում, մեր սովետական բալիկները արել են 3 բան՝ նկարչություն, սպորտ եւ երաժշտական դպրոց։ Այդ բոլոր պարտադիր կետերը արել եմ, ոնց որ բոլոր։ Եվ տունը համերգներ։ Տունը հա, համերգներ լինում էր։ Շատ չէ, բայց լինում էր։ Ինչ չէիր սիրում։ Այ չէի սիրում դաշնամուրի գնալը։ Հա։ Հա։ Այդ գնում էի, որովհետեւ մամաս էր շատ ուզում, բայց ես չէի սիրում, բայց հիմա սիրում եմ։ Ու մտածում եմ, ինչի չէի սիրում։ Ճիշտն ասած 1000-ից 1, բայց մեկ-մեկ մտածում եմ, որ պետքա երևի գնամ կոնսերվատորիա, նորից դասեր վերցնեմ այստեղ։ Մար, փոքր ժամանակ ինչ տիպի բալիկ էիր, խելոք։ Նախ ասեմ, որ ես ու քույրիկս այնպես ա եղել, որ միշտ միասին ենք եղել, մի դասարանում ենք սովորել։ Տարբերություն զույգ եք։ Չէ, զույգ չենք, բայց մամաս այդպես է կազմակերպել, փոքր ժամանակ շատ լավ։ Այսինքն ոչ թե փոքր ժամանակ, առհասարակ մենք շատ լավ ենք սովորել ու եթե այս հաղորդումը լինեն մարդիկ, որոնք կլսեն ու կհիշեն մեզ, կհաստատեն, որ մենք շատ լավ ենք սովորել դպրոցում, շատ լավ։ Եվ փոքր ժամանակ այնպես ստացվեց, որ դպրոցի կողմից, երբ որ ինչ-որ միջոցառումներ էր լինում, որ պետքա դպրոցը ներկայացնեինք, ինչ-որ մրցույթներ էր լինում ինտելեկտուալ, անպայման ես մասնակցել եմ։ Գորիսում մի հատ սրճարան կար, հիմա իհարկե չգիտեմ կա թե չկա, այդ սրճարանի անունը հեքիաթ էր այն ժամանակ ու մրցույթում ես եմ հաղթել ու ես եմ այդ անունը դրել։ Լավ է։ Ու բացի դրանից նաև ես ինքս էի կազմակերպում արդեն դպրոցում այդ մեր բոլորի շատ սիրելի կոմունիստական խաղը, այդ ինտելեկտուալ շտոկձե կագդա, ես կազմակերպում էի 2 տարբեր խմբերի համար, տարբեր դասարանների համար էի կազմակերպում եւ բոլորի համար հարցերն էի գրում 2 խմբերի համար եւ այդ կազմակերպչական ամեն ինչն էի փորձում կատարածել, տենց շատ ակտիվ աշակերտուհի եմ եղել դպրոցում։ Ինչ լավ է։ Եվ իհարկե ես այն երևի վերջի սերունդներից եմ, որ մենք բացի այդ հոկտեմբերից նաև այդ պիոներ ենք եղել։ Հա, պիոներ ենք եղել, հա, դրանն եմ մասնակցել։ Հա, ու այդ ժամանակ էլի եթե չեմ սխալվում, ինչ որ տենց բան կար, ակտիվ պիոներներ կային, ինչ այդտեղ եմ եղել։ Այսինքն միշտ դպրոցի բոլոր պլաններում ակտիվ էի։ Այո, կարելի է այդպես ասել։ Ավարտում ես դպրոցը Գորիսում։ Այո։ Հետո ընդունվում ենք ես ու քույրիկս իրավաբանական ֆակուլտետ։ Այդտեղ էլ եք իրար հետ գնում։ Հա, էլ միշտ իրար հետ ենք եղել։ Ինտերվյուն քո քույրիկի մասին է, հա, փաստորեն։ Դե
Չի ասի, երևի շատ իմաստնա, բայց քույրիկը մասնակցում է։ Մենք շատ անբաժան ենք եղել ու հիմա ճիշտ է մենք շատ հեռու ենք ֆիզիկական տարածությունի նկատի ունեմ, բայց միշտ իրար ներկայությունը կա եւ քրոջս ներկայությունը իմ կյանքում կա եւ իմը իրա առհասարակ երբ որ քույրիկս ինչ որ մի բան պետք է անի ու եթե ինչ որ պետք է խորհուրդ հարցնի ինքն է միշտ ասում հիմա էլի կլսի ու կհաստատի ես իրա խորհուրդ ինքը միշտ ցանկում քուրիկը լտակը գրի տեսասա ճիշտ է ասում Մարգարիտան ինքը միշտ զանգում է ու անպայման իմ կարծիքը հարցնում է ես էլ եմ զանգում քեզ կարծիք հարցնում քուրիկը չեմ բան ընդունում ես իրավաբանական Երևան ընդունվում եմ սկզբից նախ իրավաբանական չէ մենք ընդունվեցինք միջազգային հարաբերությունների ֆակուլտետը Երևանում հետո մի տարի սովորելուց հետո մենք ունենք մի բարեկամ որը ոնց ասենք հայերեն որ ճիշտ ոնց որ դվայորնի հորեղբոր տղա որը իրավաբան էր եւ քննիչ էր այդ ժամանակ աշխատում եւ այնպես եղավ որ մեր կապը շատ արագ վերականգնվեց, որովհետև մենք նախ Գորիսում էինք ապրում, իրանք Երևանում էին ապրում, բայց այդ տարածության խնդիրը արդեն չկար եւ մտերմացանք շատ ու ինքը մի անգամ սենց նստած խոսում էինք, ասեց որ աշխարհում երկու հատ մասնագիտություն գոյություն ունի, իհարկե չգիտեմ ինքը ինչի է տենց ասել, բժիշկներ եւ իրավաբաններ ու եթե ուզում ես որ քո կյանքում ամեն ինչ ավելի հեշտ լինի, իրավաբանությունը ամենալավ մասնագիտությունն է ու երևի այդ խոսակցությունը իր հետ կթողեց ու փոխեցինք իրավաբանական ես ու քույրիկս ու պետք է ասեմ որ չեմ փոշմանել ինձ թվում է դա ճիշտ որոշումներից մեկն է եղել որովհետև իրավաբանությունը ինքը ոչ միայն գիտություն է, այլ ինքը քեզ սովորացնում է փոքր բաները տեսնել, որոնք չեն տեսնում ուրիշները, եւ նույնիսկ այն, որ այն ոնց է լինում, երբ որ պայմանագրեր է լինում, այնտեղ մենք ունենք անպայման այդ փոքր տառերով գրած մասը, չէ, որ ոչ մեկ չի տեսնում, բայց երբ որ դու իրավաբան ես, դու ուզած էդ էլ ես տեսնում, այսինքն ինքը քեզ հեշտացնում է, ինչ որ իրավիճակներում հեշտացնում է քո կյանքը, այսպես ասած։ Պարզը։ Ավարտում ես իրավաբանականը։ Իհարկե միջև ավարտել ես, ես արդեն սկսեցի աշխատել Արտադրության նախարարությունում, այնտեղ ես հիմա չգիտեմ, իհարկե կազմը տեղյակ չեմ, կա թե չկա, կար փորձագիտական վարչություն, այդտեղ կոնկրետ ես այն բաժնում եմ, որոնք անում են ֆինանսական այդ բաները, ստուգումները, ես այդտեղ սկսեցի արդեն միջև ավարտել ես այդտեղից սկսվեց իմ աշխատանքը։ Քույրիկն էլ եկավ հետո։ Չէ, ես արդեն այդտեղ քույրիկի հետ մեր բաժանումը այդպես եղավ։ Պարզավ, շուտկի, հա։ Քույրիկը գնաց ուրիշ տեղ։ Ահա, քույրիկը գնաց ուրիշ տեղ։ Փաստորեն մի պահ կար, հա։ Հա, մի պահ կար, որ մենք կբաժանվեցինք արդեն մասնագիտական առումով։ Ոնց է առաջ գնում քո մասնագիտական կարիերան, ասենք, գիտեմ, շատ հետաքրքիր բաներ ես արել Հայաստանում։ Դե այդտեղ սկսվեց իմ առաջի մասնագիտական քայլերը, այսպես ասած, բայց դրանից հետո ես մնացի Արտադրության համակարգում, ուղղակի փոխվեց իմ աշխատանքի վայրը, ես այնտեղ գնացի արդեն քրեակատարողական վարչություն աշխատելու ու սկսել եմ այդտեղ արդեն իրավաբան, ես միշտ իրավաբան եմ եղել, այնտեղ կար սոցիալ հոգեբանական եւ իրավական բաժին, ես այդ բաժնում իրավաբան եմ եղել։ Ինչ հետաքրքիր կա, ինչ որ հետաքրքիր պատմություններ կամ անսովոր պատմություններ։ Պատմություններ շատ կան, ճիշտ որ ասեմ, բայց իհարկե չգիտեմ պատմությունների որ մասը կարելի է ասենց հանրային շոշափել թե քանի անուններն ու ազգանուններն ու հասցեները չես տալիս իստումա կարելի է նու ամենահետաքրքիրը այն էր նու ինձ համար այդ ժամանակ ոչ թե հետաքրքիր այլ նոր որ ես իմ աշխատանքի ընթացքում մարդկային բազմակի տեսակների հետ ծանոթացա որը սովորական առօրյայում մենք չենք տեսնում եւ չենք էլ զգում եւ դա նորմալ է բայց դու սկսում ես մարդուն բացահայտել մարդ արարածին լրիվ տարբեր տեղերով ու մեկ-մեկ դա ինձ իհարկե շոկի էր ենթարկում որովհետև բաներ կար որ անհասկանալի էր լինում բայց դա ինձ սովորեցրեց այն որ ես սկսեցի ուղղակի չզարմանալ մարդկանց արածների վրա Իմ համար ամեն ինչ սպասելի էր, այսինքն եթե ասեն ինչ որ մեկը այս բանը արել է, ես արդեն չէի զարմանում, մտածում էի, հա, օքեյ։ Մարդ տեսակից ամեն ինչ սպասում։ Մարդ տեսակից, հա, ամեն ինչ կարելի է սպասել միշտ։
Ինչքան քանի տարի ես աշխատում այդ բնակավարում։ Այդ բնակավարում իհարկե ես միջև իմ Բելգիա տեղափոխվելը աշխատել եմ մոտավորապես երևի 10 տարի։ Իհարկե տարբեր բաժիններում եմ աշխատել, բայց իհարկե բոլոր բաժիններում նաև եղել եմ իրավաբան եւ պետք է ասեմ, որ ոչ միայն մասնագիտական, նաև կյանքի շատ լուրջ գիտելիքներ տվեց այդ աշխատանքը ինձ։ Իսկ ինչի որոշեցի Բելգիա գաս։ Կամ ինչի Բելգիա։ Ճիշտն ասած, ես ոչ թե միշտ մտածում էի, բայց ես մտածում որ երբ որ ես երեխա ունենամ, իմ երեխան պետք է ապրի այնպիսի երկրում, դա միգուցե մի քիչ էգոիստական հնչի, որտեղ պատերազմ չկա, քանի որ ես արդեն նշեցի, ես Գորիսեցի եմ, ես տեսել էի 90-ականների պատերազմը, ես ոչ միայն տեսել էի, մենք բոլորս ապրել ենք այդ պատերազմը, մենք բոլորս զգացել ենք այդ պատերազմը, եւ իմ համար կատեգորիկ հարց է, որ իմ երեխաները երբևիցե չպետքա պատերազմ տեսնեն, միգուցե ֆիլմերով նայեն, Ինչով է ազդել այդ պատերազմը քո մանկության վրա։ Դե պատերազմը ինքը չի կարող չազդել։ Երբ որ դու պատերազմ տեսած ես լինում, կյանքի նկատմամբ քո հայացքները լրիվ այլ է լինում։ Իհարկե ես հիմա կարող եմ նաև, եթե բացասական կողմը չասեմ, ասեմ դրական կողմը, եթե դու պատերազմ անցած մարդ ես լինում, դու կյանքի պայքարելու կանոններին շատ լավ ես տիրապետում։ Երբ որ իրավիճակներ ա լինում, սպասված կամ չսպասված դժվար իրավիճակներ, ինքը մի քիչ կարող է բառը լավ չհնչի, բայց միջև վերջին փամփուշտը դու պատրաստ ես լինում կռիվ տալու։ Դա ինձ տվել է այդ պատերազմի տարիները։ Դու որոշում ես, որ քո բալիկները պետքա ուրիշ տիպի մանկություն ունենան։ Ես որոշում եմ, որ իմ երեխաները պետքա քնեն խաղաղ երկնքի տակ։ Առանց ռմբակոծությունների։ Վերջ անգամ երբ ես վերադարձել Գորիս։ Վերջ անգամ նոյեմբերին եմ եղել Գորիս։ Հա, գնում ես ամեն տարի որ գնում ես։ Հա, ամեն տարի որ գնում եմ, անպայման գնում եմ Գորիս։ Հա, անպայման։ կապը պահել ես։ Այնտեղ նաև իմ պապայի գերեզմանն է, ես անպայման գնում եմ Գորիս։ Երիտասարդ ես, եղել որ պապային կորցրել ես։ Հա։ Որոշում ես գաս Բելգիա։ Ինչի Բելգիա։ Ոչ Ֆրանսիա, ոչ Գերմանիա։ Ամուսինս ընկեր ուներ, որը ապրում էր Բելգիայում, եւ այնպես ստացվեց, որ իր հետ երբ որ խոսում էինք, ինքը ասաց, որ լավ երկիր է, եկեք այստեղ, ու քանի որ այդ որոշումը կար Հայաստանից տեղափոխվելու, կարծես թե այդ պահին այդ բոլոր կետերում այդ հանգուցը եղավ, ու մենք որոշեցինք, որ գանք Բելգիա։ Ամուսինդ, այդ հիմա սիրած հարցն է, հիմա պետք է հարցնեմ։ Ոնց ես հանդիպել ամուսնուդ։ Գործի բերումով։ Բանտեր եկե։ Որտեղ ես հանդիպել։ Մի հատ հարց կար, բիզնես էի ուզում այդ ժամանակ, բացի իմ աշխատանքը, որ ես ունեի պետական ապարատում աշխատում, այդ ժամանակ նաև դասավանդել եմ, երկու աշխատանք ունեի։ Հա դրա մասին չես պատմել, հեսա կվերադառնանք։ Ես նաև ուզում էի ինչ-որ սեփական բիզնես ունենալ եւ այդ բնակավարը, որ ուզում էի դրանով զբաղվել, այսպես ասած, ես մի ծանոթ ընկերուհի ունեի, ինքը ասաց, որ գիտի մի մարդու, որը ավելի շատ խորհուրդ կտա արժե այդ ձևով անել, թե չէ, ու այդպես մեր խորհուրդ տվեց, որ չարժե, ես չարեցի։ Բայց հանդիպումը եղավ։ Աչքիս խորհուրդ տվեց, որ հետո պետք է ամուսնանաս փաստորեն, հա։ Հանդիպումը եղավ, հա, տենց շատ։ Սեր առաջի հայացքից։ Չէ։ Շատ է ստանդիտ։ Չէ, ասի։ Դասավանդում։ Հա, ես քրեական իրավունք էի կարդում երկրորդ ու առաջի կուրսեցիների համար։ Իրավաբանականում։ Հա։ Պետական։ Չէ, կար մի համալսարան, եթե հիմա իհարկե կա, Մաշտոցի անվան համալսարան էր կոչվում, ինքը էլի բանում էր, այդ ուսանողական մասում էր գտնվում, այդ ճոպանուղի կար, ճոպանուղու մոտ էր գտնվում այդ շենքեր, այդտեղ եմ դասավանդել։ Որտեղի ճոպանուղին։ Երևանում, այդ մեծ որ փողոցն է, Չարենցի փողոցը։ Չարենցի փողոցը այդտեղ որ կար, չեմ հիշում հիմա կա թե չկա, հիմա երևի չկա, ճիշտ ասած այդտեղ ճանապարհները արդեն փոխվել են։ Հա, փոխվել են, այդտեղ մեծ շենք կար։ Սիրում ես դասավանդելը։ Հա, հետաքրքիր էր ինձ, շատ հետաքրքիր էր դասավանդելու process-ը, որովհետև այդ ընթացքում ոնց որ դու ծեր ես հիշում են գիտելիքները, որոնք առհասարակ կարող այդ պահին դու չես օգտագործում, բայց ինքը սենց
թարմացնում էր ուղեղը, ասենց կարելի ասել։ Ու հետաքրքիր էր նաև ուսանողների հետ աշխատել։ Իհարկե իմ տարբերությունը այդ ժամանակ շատ քիչ էր ուսանողների հետ, տարիքային։ Ես նույնիսկ ուսանողներ ունեի, որոնք իրենցանից շատ մեծ էին, եւ հետո տարիներ հետո պարզվեց, որ ես ուսանող ունեմ, որը իմ շեֆերից մեկն էր այդ ժամանակ, ինքը իմ ուսանողն ա եղել։ Ինչ հետաքրքիր է։ Բայց հետաքրքիր, որովհետեւ առհասարակ իմ համար հաճելի աշխատանք էր, ինչ որ բան տալը մարդկանց։ Որ թվին եք որոշում տեղափոխվեք Բելգիա։ 2009 թվին արդեն մենք Բելգիայում էինք։ Բալիկները ծնվել էին արդեն։ Իմ բալիկները ծնվել են Բելգիայում։ Հա։ Ու ոնց է կատարվում, ինչ է կատարվում Բելգիան, որ գալիս եք։ Դե այդ սպասված Բելգիան չէր, ինչը որ սպասում էինք, որ ճիշտն ասեմ, ինքը իրականությունից շատ հեռու էր, այդ պատկերացրած իրականությունից, ու ինձ թվում է ոնց որ բոլորը, այդ թվում նաև ես եւ մենք, մեր ընտանիքը, մենք անցանք տեն շատ լուրջ դժվարությունների մի ճանապարհ, եւ ամենաառաջինը կոնկրետ ինձ համար, ես ոնց որ ինձ սրոյից նորից հավաքել եմ Բելգիայում, որովհետեւ այն ով կայի ու այն իրականությունը որտեղ որ ես եկա, դրանք շատ տարբեր բաներ էին ու ինձ ժամանակ պետք եղավ, որպեսզի ես կարողանամ ինձ նորից հավաքեմ ու վերագտնեմ այս երկրում։ Ինչ է կատարվում քո մասնագիտական բնագավառում։ Նախ ասեմ, երբ որ մենք եկանք եւ այդ բոլոր բարդությունները կլասիկ ոնց որ բոլորի մոտ որ լինում է, սկսվեց, ես մի բան գիտեի եւ այն ժամանակ էլ, հիմա էլ եւ երևի միշտ էլ դա իմ մոտ մնալու է, որ մարդու ամենամեծ ներդրումը դա իր կրթությունն է։ Եվ երբ որ դեռ լիքը հարցեր իրանք բաց էին, ես կենտրոնացա իմ կրթության վրա։ Ես իմ բոլոր այդ դիպլոմները ամեն ինչ ուղարկեցի, ես այդ ժամանակ ընդունվեցի Լովեն Լանովու, եթե չեմ սխալվում, ոչ ֆրանսախոս։ Դու ֆրանսախոսում ասում էիր սկզբում։ Սկզբում հա ֆրանսախոսում ասում էի, ու ես Հայաստանից ֆրանսերեն գիտեի այդ ժամանակ, նաև ֆրանսերենս լավ որակի էր, բայց հիմա իհարկե հետա գնացել Նիդերլանդերենի պատճառով, ու ես ուղարկեցի իմ բոլոր փաստաթղթերը, դիպլոմը եւ այնտեղ ընդունվեցի մաստեր լասինե պոլիտիկ, եթե չեմ սխալվում, այդ ֆակուլտետը եկավ պատասխանը, որ դուք ընդունվել եք, կարող եք մաստեր անել, բայց այդ ժամանակ բան էր պետք էր որ ինչ որ հովանավոր լինի եւ ֆինանսական ինչ որ գարանտ պետքա լիներ բանկում, ցավոք սրտի այդ պահը չէր, որ դա ստացվեր, բայց ես գտա ուրիշ այլ ընտրանք եւ այդ ժամանակ արդեն մենք ապրում էինք Անվերպեն քաղաքում եւ այնտեղ Անվերպեն ունիվերսիտետում ես արդեն ուղղակի հայկական անձնագրով գնացի սովորելու որպես օտարազգի ուսանող, այսպես ասած։ Որտեղ ինչ առաք։ Ես այնտեղ սովորեցի, այնտեղ իրանք բան ունեն, լեզվի սենց արագացված դասեր ունեն, ակադեմիշ Նեդերլանդսա կոչվում, ես մի տարի ուղղակի գնացի այդ ամբողջ 4 բաները արեցի ու այսպես ասած իմ լեզվի մակարդակը հասցրեցի նրան, որ ինձ հետո ամբողջ կյանքում օգնեց Բելգիայում։ Հա, իսկ փաստորեն դիպլոմը ինչ որ էկվիվալենտ բան արեցի։ Էկվիվալենտ արել եմ դիպլոմը, այստեղ հաստատվել է։ Իհարկե մի բան ցածր են տվել, bachelor van rechte, բան ու այդ դիպլոմը, քանի որ հաստատված էր, նաև այդ դիպլոմով ես կարողացա այստեղ պետական ապարատում աշխատել։ Ինչ է իրանում։ Նախ աշխատել եմ դատական համակարգում ու բավական հետաքրքիր աշխատանք էր, աշխատում ենք դատախազության եւ ոստիկանության հետ, որտեղ բան չասեմ, մի քիչ շատ ինֆորմատիվ չլինի, հետաքրքիր աշխատանք էր, հետո դրանից հետո աշխատել եմ իրավաբանային ինֆորմացիա չի տալիս մեզ։ Հետո արդեն աշխատեցի Բրյուսելում, աշխատել եմ կրթության նախարարության համար, դրանից հետո նորից Մեխելենում եմ սկսել աշխատել, այստեղ աշխատել եմ, մենք ունենք ոնց որ Ondernemenshuis in Mechelen, բիզնեսմենների կենտրոն, հա, կարող եմ տենց ասել, այդտեղ եմ աշխատել։ Հետո արդեն այդտեղ եմ աշխատել ու իրանք բոլոր իմ աշխատանքները իրարից շատ տարբերվում էին։
Հա Հա, երբեք այստեղի աշխատանքն է, երբեք նույնը չի եղել։ Իրանք լրիվ տարբեր աշխատանքներ են եղել ու ամեն անգամ նոր աշխատանքի գնալուց ես պետքա զրոյից սկսեի ինչ որ բան հավաքել, բայց արդեն ստացվել է Սովորություն է դառել։ արդեն սովորություն է, ես ուրիշ ձև չեմ էլ պատկերացնում ու տենց ավելի հետաքրքիր է, երբ որ զրոյից ես հավաքելով գնում, արդեն ոնց որ մեխանիզմը շատ լավ պատկերացնում ես։ Հա, ինչ լավ է։ Ստեղ ծնվում են երկու ճկնաղ բալիկներ։ Ինչ հակատար, ինչ գործունեություն ես դու անում որպես Մարգարիտա, ոչ թե որպես, ասենք, մամա, կին կամ աշխատող, ինչ որ որպես Մարգարիտա, մի քիչ հարցը ինձ համար հստակ չի։ Ինչով ես զբաղվում, ինչով ես հետաքրքրվում։ Իմ բոլոր ժամանակների մեծ զբաղմունքը կարդալն է եղել։ Երևի շատ կլասիկ է հնչում, բայց կարդալ եմ շատ սիրում։ Հիմա այս պահին չէ, բայց այս պահին մի փոքր այդպես դադար է եղել, բայց առհասարակ ես տարբեր մաստեր կլասներ եմ կազմակերպում։ Մենք ամենաշատը, որը արել ենք, դա եղել է նկարչության մաստեր կլասը, բայց բացի դրանից նաև ունեցել ենք մոմեր պատրաստելու մաստեր կլաս, ունեցել ենք ծաղկեփունջ հավաքելու եւ եղել է միջև նոր տարի եւ Սուրբ Ծնունդը երեխաների համար մաստեր կլաս է եղել թխվածքաբլիթներ պատրաստելու։ Եթե մի քիչ ավելի կարճ ու կոնկրետ ասեմ, ես անում եմ մի բան, որ եթե ուրիշ մեկը աներ, ես կգնայի դրան կմասնակցեի, որովհետև այդ միջոցառումները իրանք ոչ միայն ինչ որ բան անելու համար է, նաև դա տեղա, որտեղ մարդիկ հանդիպում են։ Որտեղ մարդիկ հանդիպում են, որտեղ մարդիկ շփվում են, խոսում են, ծանոթանում են, եւ եթե չեմ սխալվում, մեր հանդիպումն էլ այդպիսի մաստեր կլասում եղել։ Եթե չեմ սխալվում, հա, ես տեսա, որ դու տենց բաներ էիր կազմակերպում, չեմ անում, որտեղ տեսա։ Երևի Facebook-ում, հա, հետո քեզ գրեցի, ասեցի, ինձ թվում է ես այդ մաստեր կլասին չէի կարող գալ, քեզ գրեցի, ասեցի, ես Armenians in Brussels խմբում էլ գցեք ինֆորմացիայի համար, ես քեզ չէի ճանաչում բացարձակ, այտենց մենք ավելացրեցինք իրար, այտենց միաժամանակ, մատարի բոլորին հիշացնենք քո էջի անունը, քո Artvino ու անունը հենց այնպես չի դրվել, այսինքն ես ուզում եի լիներ արվեստը, այդ արտն է եւ վինոն, ես պատկերացնում եմ, որ այդ միշտ վինոն մեջ է, չէ։ Դե վինոն պետք է լինի, որտեղ ես մտածում եմ, որ եթե արվեստ, շփում, մարդիկ, ինձ թվում է մի բաժագիրին ոչ Հա, բայց հենց մի րոպե։ Առաջի միջոցառումը, որ ես եկա, հիշում եմ, որ տիաներս տեղ, վերկացանք քեզ գրեցինք, վերկացանք եկանք Մեխելենում, ինչ վինո։ Մի հատ ճաշկերուից սեղանը ծերից ծեր։ Դե ոնց որ նորմալ հայերը, ասում շատ մի քիչ չլինի։ Ես միշտ մտածում եմ, որ երբ որ գալիս են մարդիկ ու օքեյ, ժամանակ են անցկացնում, ինչ որ հետաքրքիր զբաղմունք հալինում, զբաղվում են, խոսում են, այսպես մտածում որ մարդիկ բակ սովածանան, անպայման պետքա նաև 3 ժամվա մեջ, 3 ժամվա մեջ, ու դու երբ որ եկել ես, Մարջան, այդ ժամանակ հենց եղել է ինքը թեմատիկ իտալական բաներ, մաստեր կլասեր եւ նկարներ էր ընտրված իտալական դերած է քո մաստեր կլասի բաները, իմ նկարները տաղանդավոր չի, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, ես քեզ չէի ճանաչում այդ ժամանակ, եկանք ու տենց միանգամից շատ ջերմ, շատ անմիջական, աղջիկների հետ էլ ծանոթացանք միանգամից, շատ հավես միջոցառում էր, բոլորն էլ չի մեծ հաճույք ստացանք բոլորս, մեր նկարներով հետո գնացինք, արդեն դրանից հետո արդեն ես քո բաների, որ ասում է workshop-ների ֆանն եմ, մոմեր եւ այլն, նենց որ շարունակի անելը միշտ դա շատ մեծ հաճույք է պատճառում բոլորին ու լավ առիթ է մարդկանց հետ շփվելու, առնչվելու, նոր մարդկանց ծանոթանալու ու դու դա շատ լավ ես անում։ Առհասարակ ես որ չկրկնվեմ, ես անում եմ մի բան, որ եթե լիներ ես կգնայի, որովհետև ինձ թվում է ամեն դեպքում ես տեսնում եմ, որ հայ համայնքը տարբեր քաղաքներում տարբեր միջոցառումներ ա լինում, շատ հետաքրքիր բաներ են կազմակերպում, բայց մենք բոլորս այդ շատ շփվելու կարիքը ունենք։ Ինձ թվում է հենց ամենաառաջին մեղը, որ այդ շփվելն է, որ գալիս ենք, հանդիպում ենք, խոսում ենք, ու շփվում ենք, Արդեն ինչքան ժամանակ է, երևի 2 տարի կլինի, չէ՞, հա։
միգուցե Մի 2 տարի մինիմում ինձ թվում է։ մինիմում 2 տարի կա մեր ընկերությունը։ Տեսնում եք, տարբեր տեղեր ստեղծում են ընկերություններ եւ հիմա հետադարձ որ նայում ես, ասենք թե քո Բելգիա տեղափոխվելը քեզ ինչ պոզիտիվ է, նեգատիվ է։ Դե այդ հարցին կարելի է երկու կողմից նայել, ոնց որ ցանկացած իրավիճակ պոզիտիվ է կամ նեգատիվ է, երկու կողմ պետք է։ Ես հիմա Բելգիայի մասին երբ որ խոսում եմ, ես խոսում եմ նաև մի երկրի մասին, որը իմ երեխաների ծննդավայրն է, այսինքն ես Իրան ուղղակի չեմ կարող այդպես շատ սառը ասեմ Բելգիա, որովհետև այնտեղ որտեղ ծնվել են իմ երեխաները, այդ հողը իմ համար արժեք է ներկայացնում։ Ես կարող եմ ասել, որ եթե հետ գնայի միգուցե չգայի Բելգիա, եթե մի քիչ ավելի անկեղծ լինեմ, բայց ամեն դեպքում անկախ Բելգիայի վատ եղանակին, անկախ շփման մարդկանց հետ շփվելու այդ սղությունը, որը ժամանակին շատ կար տարիներ առաջ, ես կարող եմ ասել, որ միգուցե դա իմ կյանքի ճիշտ որոշումներից է եղել։ Դե ում ընդհանրապես երբ որ ընտանիք ես կազմում եւ ալիքները փոքր են, բանեն միշտ այդ փոփոխությունը տեղի ունենում, ասես թե նենց էլի, ուզեմ ասեմ մի շրջան, բայց հիմա արդեն մեծ են կարաս արդեն վերականգնես քո շփումները, Արդեն վերականգնել եմ, վերականգնվել է, բայց նենց որ ժողովուրդ շփվեք։ Մար, ես քեզ մի քանի հատ հարց եմ շատ լավ պատրաստել։ Ինչպես կուզես որ քեզ հիշեն։ Ոյ շատ հետաքրքիր հարց է, երբևէ չեմ մտածել դրա մասին, որպես ազնիվ մարդ, շիտակ, ուղիղ խոսացող։ Եթե ստիպված լինեի, եթե պետքա մի բան անեիր անվարձատ ու ամբողջ կյանքում, ինչ կանեիր։ Կլսեի։ Ում։ Մարդկանց կխոսեն, ես կլսեի։ Լավ, դե պատասխան դեռ չէի ստացել։ Ինչպես ես վերաբերվում դժվարություններին կամ ոնց ես դրանք հաղթահարում։ Դժվարություններին վերաբերվում եմ որպես կյանքի բաղադրիչ մաս, բայց երբ որ դժվարություն է լինում, ինքը պետք է իմ մոտ վերջացած վիճակում հասնի, այսինքն իմ մոտ չի լինում կիսատ դժվարություն, եթե լինում է դժվարություն, ես պետք է այդ դժվարությունը միջև զրոյական մակարդակը ոչնչացնեմ կոպիտ ասած։ Որն է եղել քո կյանքի ամենադժվար պահը։ Դժվար պահերը եղել են, բայց ամենադժվարը երևի երբ որ պապայիս եմ կորցրել։ Իսկ ամենաերջանիկ պահը։ Երբ որ երեխաներս են ծնվել։ Վերջին անգամ երբ ես տոնել քո հաջողությունները կամ ձեռքբերումները կամ ունես տենց տոնելու սովորություն։ Ճիշտ ասած չունեմ տենց սովորություն, այ երբ որ դու հարցի առաջին մասը կարդացիր, ես ուզում եի հիշել, ես տենց բան ունեմ, արել եմ, ճիշտ ասած չեմ արել, բայց լավ միտք ես տալիս, միգուցե պետք է անել։ Պետք է սկսել։ Պետք է սկսել, շատ շնորհակալություն։ Խնդրեմ, միշտ պատրաստ։ Ինչի համար ես երախտապարտ կյանքում։ Լավ մարդկանց ունենալու համար իմ կյանքում։ Տվյալ պահին ինչի վրա է բևեռված քո ուշադրությունը, որոնք են քո պլանները։ Ունեմ պլաններ այս պահին, իհարկե չէի ցանկանա բոլորը բարձրաձայնել, մի քանի հարց կա, որ կուզենայի վերջնական արդյունքը տեսնեի։ Ցանկանում ենք, որ ստացվի։ Շատ շնորհակալ եմ։ Կա ինչ-որ բան, որի համար զղջում ես։ Հա, կա։ Իսկ մա պապայիս հետ մի քիչ ավելի շատ ժամանակ պետք է անցկացնեի։ Եթե կախարդական փայտիկ ունենայիր, ինչ կփոխեիր քո կյանքում։ Եթե կախարդական փայտիկ ունենայի, ոչ թե կփոխեի, այլ ես կուզենայի, որ մի պահ անցյալի իմ մանկությունը նայի այս տարիքում, այս վիճակում գնայի նայի ու հետ գայի։ Լավ միտք է։ Կուզենայի հասուն Մարգարիտան տեսներ այդ փոքր աղջկան, հետաքրքիր կլներ։ Շատ լավ է։ Իսկ գուցե հնարավորություն կլինի։ Թե տեխնոլոգիաները շատ են զարգանում, միգուցե նաև մի օր դրան հասնենք։ Մարտյան, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ քեզ ժամանակիդ համար եւ մեզ հետ կիսելու համար քո անցած ճանապարհը։ Վստահ եմ շատ մարդիկ կան, որոնք գուցե անգամ քեզ ճանաչելով չգիտեին այս մյուս թաքնված մասը Մարգարիտայի։ Մեր ունկնդիրներին կասեմ, որ շնորհակալ եմ, որ մեզ հետ կիսեցիք այս պահը։ Բելգիա ռադիոն ձեր ձայնն է եւ ձեր արձագանքներն ու այս հաղորդումը տարածելը օգնում են, որ մեր կամավորական ձայնը շարունակելի
շարունակի հնչել եւ զարգանալ։ Տարածեք այն, որովհետեւ սա բոլորիս ռադիոն է, իսկ քեզ կուզենայի ասեի, որ ցանկանում եմ, որ քո բոլոր պլանները իրականանան։ Պետք է ասեմ նախ շատ շնորհակալություն այսօրվա հանդիպման համար, որովհետեւ հարցերը դու ես տալիս, բայց ես ինձ հնարավորություն եղավ մի պահ անցյալ գնալու, շատ հետաքրքիր էր իմ համար, շատ հետաքրքիր անցավ, մի շնչով անցավ մեր այս հանդիպումը եւ երկրորդը պետք է ասեմ, որ դու շատ հետաքրքիր բան ես անում, որովհետեւ ես լսում եմ նաեւ քո մյուս հաղորդումները, այսօր ճիշտ է հաղորդման հյուրը ես եմ, բայց այդ հաղորդումների միջոցով դու նոր ասեցիր, ոնց որ բացահայտում ենք այդ մարդկանց, որոնց գիտենք, բայց մի հատ ուրիշ կողմից ենք բացահայտում, հուսամ, որ ին բացահայտումը ունկնդիրների համար հաճելի կլինի, չգիտեմ, շատ վստահ եմ հաճելի կլինի, որովհետև գիտես, մենք առօրյայում շփվում ենք առանց շփվելու, խոսում ենք առանց ճանաչելու, առօրյան շատ ակտիվ ու արագ ընթանում, ոնց որ ասում է, ու դրա համար դա է հարցը ու էլի նորից կասեմ իմ հյուրերից մեկը ներսեսա զանգեց ասեց զանգել եմ քո հետ կռվեմ ասում ինչ եմ արել ասում անգերներ զանգեցին ասեցին ներսես ես քան տարվա ընկերներն ենք ինչի պետք է պատմություններ Մարիշի հաղորդումից իմանանք ես ասում եմ ես էլ ասեցի Մարիշը ասեց ինչքան գաղտնիք ունես պետք է ասես Հիմա այդ ինչ շատ հաճելի է, որ ես տեսնում որ մարդիկ անկեղծ բոլոր իրանց այդ քո ասած, ասենք մարդիկ քեզ չեն կարա տեսնեն հարցերին պատասխանելու ժամանակ, բայց ես զգում եմ որ սենց դու մի պահ տեղափոխվել էիր Գորիս, մանկություն, երիտասարդություն, շատ հետաքրքիր է, սենց մի ոնց որ այս կարճ ժամանակահատվածում անցյալի վրայով անցա ու հետաքրքիր էմոցիաներ ապրեցի։ Մեր ունկնդիրներին որպես վերջի խոսք ասեմ, որ հոգ տարեք ձեր պատմությունների մասին, որովհետև յուրաքանչյուր անվան հետևում մի ճակատագիր կա։ Մինչ նոր հանդիպում հաջորդ թողարկմանը։ Բարի օր բոլորին։ Շնորհակալություն, ստեսություն։